Վերջերս ինձ համար մեծ բացահայտում դարձավ բանկային համակարգի այն բացը, որով հնարավոր է դառնում, որ մարդ, ով չի այցելել բանկ, անգամ չի հանդիսանում տվյալ բանկի հաճախորդ, կարող է իր անվան ներքո գրանցվել վարկ, ապառիկ եւ մարդուն տեղեկացնեն, որ գիտես, դու ունես վարկ, ունես պարտավորություն, մենք գիտենք, որ այդ վարկը ապօրինաբար է գրանցվել, որ դու չես եղել, որ կեղծված փաստաթղթեր են, գնա ներկայացրու հաղորդում հանցագործության մասին, որից հետո այդ վարկը կշարունակի մնալ քո անունով եւ արդեն թող իրավապահները պարզեն, թե ինչ է լինելու այդ վարկի հետագա ճակատագիրը։ Նախ ուզում եմ ասել, որ այս խնդրով սկսել է զբաղվել Հայաստանի կենտրոնական բանկը, բայց ես կարծում եմ, որ այստեղ բացերը շատ են։ Ինձ առնվազն երկու անձ դիմել է, ովքեր տուժել են Յունիբանկի կարգավորումներից, ում պարագայում անձինք չեն այցելել բանկ եւ իրենց անունով գրանցվել է վարկ։ Նախ ես դիմում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, եթե դուք տուժել եք բանկի գործունեությունից եւ ձեր անունով վարկ է գրանցվել, այսինքն դուք դարձել եք բանկային զեղծարարության զոհ, ապա դիմեք ինձ, ներկայացրեք, խնդրում եմ, իրավիճակը եւ ես կփորձեմ այս խնդրի բոլոր կողմերը ներկայացնելով ամեն ինչ անել, որպեսզի նոր կարգավորումներ լինեն եւ այն բանկերը, որոնք հրաժարվում են այս վարկերը հանել մարդկանց վրայից, ստիպված լինեն դա անել, քանի որ այլ կերպ չի կարող լինել։ Եթե բանկը վարկ է գրանցել անձի անունով առանց անձի իմացության եւ ներգրավվածության, ապա այն պետք է չեղարկվի։ Նախ պետք է ասեմ, որ այս ընթացքում մի դետալ եւս բացահայտվեց այն մասին, որ կոնկրետ Յունիբանկի դեպքով անգամ պայմանագիր վարկային արկա չէ։ Այսինքն մարդը դիմում է բանկին, ասում է դուք եք ինձ տեղեկացրել, որ իմ անունով վարկ է գրանցվել կեղծված ID քարտով եւ հրաժարվում եք այդ վարկը չեղարկել։ Այդ դեպքում տվեք վարկային պայմանագիրը, տեսնենք, թե իմ վարկային պարտավորությունը ինչպես է առաջացել։ Եվ պարզվում է, որ այս դեպքում անգամ վարկային պայմանագիր գոյություն չունի։ Հասկանում եք։ Այսինքն մեր պետության մեջ, որտեղ ամեն ինչ փաստաթղթավորվում է եւ պետք է լինի օրինականության հիմունքներով, մարդուն ասում են, որ դու ունես վարկ, բայց չկա վարկային պայմանագիր, քեզ չենք կարող տալ այն փաստաթուղթը, որով դու ունես վարկային ծանրաբեռնվածություն։ Առկա լուծման էությունը նրանում է, որ երբ հարուցվում է քրեական գործ, վարկը մնում է անձի վրա կախված, թեպետ տոկոս չի գումարվում, այդուհանդերձ այն մնում է մարդու վրա կախված, ամենայն հավանականությամբ նաև ազդում է մարդու վարկունակության վրա, քանի որ որպես ծանրաբեռնվածություն է երևում, մինչև այն պահը, երբ կլինի համապատասխան դատական վճիռ, իսկ դուք գիտեք, որ քննությունը կարող է տևել տարիներ, դատական վճիռը կարող է տևել տարիներ, եւ վերջում էլ պարզ չի, թե դատարանը ինչ վճիռ կկայացնի։ Եվ այս ամենը այն պայմաններում, երբ մարդ իր տանը նստած պարզապես իմանում է, որ սա հնարավոր է։ Գիտեք, ես ինչու եմ պարբերաբար շեշտադրում Յունիբանկի դերակատարումը այս հարցում, որովհետև ինձ դիմաց քաղաքացիները տուժել են հենց Յունիբանկի գործունեությունից։ Եվ այստեղ ամենաանհասկանալի դրույթը ինձ համար նրանում է, որ նույնիսկ եթե անձը հաստատող փաստաթուղթը լիներ օրիգինալ, այսինքն չլիներ կեղծված, լիներ օրիգինալ ինչ-որ մեկի անձը հաստատող փաստաթուղթը, արդյոք ես կկարողանամ որևէ երրորդ անձի անձը հաստատող փաստաթղթով որևէ վաճառքի կետից ապառիկով ինչ-որ բան ձեռք բերել առանց տվյալ անձի ներկայության։ Սա հնարավոր է արդյոք մի այնպիսի բանկային համակարգում, որտեղ անձի իդենտիֆիկացիան դրված է պատշաճ հիմքերի վրա։ Ես կարծում եմ, որ սա հնարավոր չէ։ Եվ ես կարծում եմ, որ այս կանոնակարգումը պետք է փոխվի։ Եթե զեղծարարության արդյունքում անձը տուժել է եւ դա տեղի է ունեցել ոչ թե իր ներգրավմամբ, այլ բանկին են ըստ էության խաբել, զեղծարարությունը եղել է բանկի նկատմամբ, ապա անձը անմիջապես պետք է ազատվի բանկի կողմից
գրված բանկի կողմից ձևակերպված այդ վարկային պարտավորությունից։ Եթե հետագայում կպարզեն տվյալ անձի ներգրավվածությունը այդտեղ, դա բոլորովին այլ հարց է, բայց փաստացի բանկը անձին տեղեկացնում է, որ առանց որևէ վարկային պայմանագրի, առանց որևէ այլ փաստաթղթերի իր անունով վարկ է գրանցվել, բայց ինքն է ստիպված գնալ արդարադատություն փնտրել, որ վերջում այդ վարկը իր վրայից հանվի։ Ես կարծում եմ, որ սա սխալ կարգավորում է։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ Յունիբանկի ձևակերպումների ընթացակարգերի մեջ կա բաց, որտեղ անձը պատշաճ իդենտիֆիկացիա չի անցնում, գուցե սա ընդհանրական բաց է այլ բանկերին վերաբերող, ուստի եթե դուք տուժվել եք այլ բանկերի ներգրավվածությամբ զեղծարարություններից եւս կրկին խնդրում եմ դիմեք, բացառությամբ այն դեպքերի, որտեղ տվյալները ձեզնից են գողացել, այսինքն դուք եք արել ինչ-որ գործողություն, որի արդյունքում տուժվել եք, բայց եթե դուք որևէ գործողություն չեք արել եւ բանկի կողմից ձեր անունով վարկ է գրանցվել, ապա նման դեպքերում այդ վարկը հայտնաբերվելուն պես պետք է չեղարկվի, ամբողջությամբ զրոյացվի, մինչև այն պահը, որ պարզվի դուք անձամբ ներգրավված եք եղել այդ զեղծարարության մեջ։ Հակառակ դեպքում ստացվում է, որ զեղծարարները այլ անձինք են, զեղծարարության մեջ ներգրավված է նաև բանկային համակարգի բացը, որի արդյունքում հնարավոր է եղել առանց անձի իդենտիֆիկացիայի իրականացնել այդ վարկի գրանցումը, բայց տուժվում եք դուք եւ այդ վարկային պարտավորվածությունը շարունակում է կախված լինել ձեր վրա, անկախ նրանից տոկոս կգումարվի թե ոչ։ Էնպես որ սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, եթե ձեզ նման դեպքեր հայտնի են կամ դուք ինքներդ տուժել եք որևէ բանկի կամ այս դեպքում Յունիբանկի գործունեությունից, անպայման դիմեք եւ եթե բանկը ինքը չի հայտնաբերում եւ չի ֆիքսում իր համակարգում եղած բացերը եւ դա մնում է իրավապահ համակարգի վրա, ապա մեզ այլ եղանակ չի մնում, քան այսպիսի եղանակներով բացահայտելով եղած բացերը, մատնանշել, ցույց տալ հանրությանը, որ տեսեք ինչ խնդիրներ կան եւ իհարկե ցույց տալ նաեւ կենտրոնական բանկին, որ նման բացեր կան եւ այդ բացերը պետք է կարգավորվեն։